Սովորաբար մեր երեխաները նայում են վախենալու մուլտիկներ, ֆիլմեր, խաղում են երբեմն վախենալի տեսարաններ պարունակող համակարգչային խաղեր։ Առաջին հայացքից դրանք շատ անվնաս, անհետևանք կարող են թվալ, բայց փորձը ցույց է տալիս, որ երեխաների փորձի բացակայությունը նման տեսարանները վերլուծելու, գնահատելու, ռացիոնալ դատողությունների հետևանքով օրինակ արժեզրկելու, այդ կարողությունների բացակայության կամ թույլ զարգացած լինելու պատճառով երեխաները դառնում են շատ ավելի տպավորվող եւ նմանօրինակ տեսարանները երկար իրենց վրա ազդեցություն են ունենում։ Ես այսօր խոսում եմ այդ ազդեցությունից։ Երբեմն մեր երեխաներին մենք կարող ենք տեսնել բարձր լարվածությամբ, որ նրանք կամ կարող են շատ կապրիզնի լինել, ամեն մանր հարցից լացել, գոռալ, տեսարաններ սարքել, որ մտածես, որ այս երևույթի մեջ այդքան մի մեծ բան չկար, որ ինքը այսպես արձագանքեր, կամ կարող է վախկոտ լինել, աննշան ձայնից, մի պահ անգամ իր աչքի առաջ ձեզ չունենալու պատճառով, չտեսնելու, չֆիքսելու պատճառով կարող է բուռն լաց ունենալ, գնա խոհանոց կամ ինչ-որ տեղ հաճախ ծնողները ասում են նորից վազելով հետ գա, որտեղ երեխայի մոտ լարվածություն կա ընդհանուր, ինքը իրեն ապահով չի զգում, ինքը տագնապային հոգեվիճակում է զգում։ Ինչու, որովհետև ինչպես արդեն ասեցի, նախկինում տեսած տեսարանները, իսկ երեխաները սովորություն ունեն մտքով հաճախ հետ գնալու այդ իրենց տեսածին, իրենց տպավորված երևույթներին, իրենց դարձնում է բավականին լարված։ Այս ամենը, որի հիմքում, ինչպես արդեն հասկացանք, վախն է ընկած, երբեմն երեխաներին դարձնում է ագրեսիվ։ Նորից մենք կարող ենք տեսնել երեխաներ, որոնք հակված են խփելու, հրելու, ճանկելու, գոռալու, չվերահսկվող վարքի, որի տակ երբեմն ընկած է լինում վախը։ Երբեմն այդ ամբողջը անում են, որովհետև առհասարակ վախը երեխայի մոտ առաջացնում է բարձր հուզականություն եւ այդ ամբողջ հուզականությունը, որի խթանը փաստորեն վախն է եղել, առհասարակ բերում է երեխային այդպիսի անկառավարելի վարքի։ Երբեմն էլ իրենք վերարտադրում են իրենց տեսած տեսարանները, օրինակ, եթե իրենք նայում են համակարգչային խաղեր, որտեղ շատ բռնության տեսարաններ կան, երեխան հենց անմիջապես ուղիղ վերարտադրում է նույն վարքը։ Երբեմն տեսնում ենք քնի խանգարումներ։ Երեխան քնից առաջ կարող է շատ անհանգիստ լինել, անընդհատ ցանկանա, որ իր կողքին ինչ-որ մեկը լինի, չցանկանա մենակ քնել, չցանկանա, որ լույսը անջատված լինի, այսինքն խնդիրներ քնից առաջ կամ քնի նորից արթնանա, խորը տևականքուն երեխան չի կարողանում ունենալ, անդադ վեր է կենում, կամ կարող է քնի եւ ընթացքում տեսնի շատ վախենալու սարսափ երազներ եւ նորից փաստորեն քունը ընդհատվում է եւ նորից վազում է մամայի մոտ, լացում է, կանչում է, այսինքն խնդիրներ քնի ոլորտում։ Կարող ենք տեսնել երեխայի մոտ խնդիրներ ընդհանուր օրվա ընթացքում տևական անհանգստություն, որովհետև պարզ է, որ երեխայի կենտրոնական նյարդային համակարգը չունի այդ ռեսուրսները, այդ էմոցիաների մեծ պաշարը վերլուծելու, տեղավորելու եւ այդ ստացած մեծ հորմոնալ ֆոնը, օրինակ, պատկերացրեք երեխան տեսել է ինչ-որ շատ վախենալու տեսարան, արտադրվել է բնականաբար ստրեսի հորմոնը, կորտիզոլն է, ադրենալինն է եւ դա այն հորմոնն է, որը դրդում է անձին, որ կամ հարձակվիր կամ փախիր, սիտուացիան այդպեսին չէ, որ երեխան այդ ռեսուրսները ռեալիզացնի, հարձակվի, փախնի եւ այդ ռեսուրսները մնալով, այդ հորմոնները արտադրված մնալով մեր ներսում, երկար տևական ժամանակ երեխան գտնվում է այդ լարված, անհանգիստ, տագնապային հոգեվիճակում։ Այսպես պատճառները ես վստահեցնում եմ, որ կարող եմ երկար թվարկել, բայց խոսեցի ամենահիմնականներից։ Երեխաների մոտ լինում է լարվածություն, տագնապանության բարձր մակարդակ, քնի խանգարում, ուշադրության կենտրոնացման խնդիրներ, քանի որ իրեն պատած վախը կարծես խոչընդոտում է, խանգարում է, որ երեխան իր ուշադրությունը կենտրոնացնի դասերի վրա, խաղի վրա, անդադ ուշադրությունը ցրվում է, երեխան չունի կարողություն վերլուծելու, ռացիոնալ դատողություններ անելու, որ այսինչ բանը սխալ է, այսինչ բանը սուտ է, իրեն անդադ սկսում են հետապնդել ինչ-որ շողքեր, կերպարներ, մոնստրներ, որ չգիտեմ, մահճակալի տակ մեկը կա, պահարանի մեջ ինչ-որ կերպարներ են ապրում, այսպիսի երեխային ուղեկցող, երեխային հետապնդող հոգեվիճակները ի վերջո բերում են երեխայի կյանքում այդ անապահովության զգացմանը, խաղաղության կորստին եւ մենք մեր կյանքում արդեն տեսնում ենք երեխա, ով չի կարողանում կառավարել իր էմոցիաները, մենք ինքներս չենք կարողանում վերահսկել երեխայի վարքը, դրա համար մի պահ եկեք սիրելի ծնողներ ուշադրություն դարձնենք։ Ինչ է նայում մեր երեխան։ Ինչ ֆիլմեր, ինչ մուլտիկներ, ինչ տեսարաններ կան այդ մուլտֆիլմերի մեջ։
ինչ համակարգչային խաղեր է խաղում։ Ոչ թե առաջարկում են, որ մուլտֆիլմեր չնայեն, այլ առաջարկում են, որ մենք շատ նրբությամբ ընտրենք, թե իրենք ինչ են նայում, շատ ուշի ուշով հետևենք, թե իրենք ինչ խաղեր են խաղում։ Մենք ընտրենք եւ մեր ընտրածը հրամցնենք մեր փոքրիկներին։ Շնորհակալություն։